Գլուխ 54-րդ խաղաղության ուխտը չի խախտվի։ Ուրախացիր, ով ամուլ, որ չծնեցիր, կանչիր և աղաղակ բարձրացրու, որ երկունքի ցավով չբռնվեցիր, քանզի բազում են ամուսնուց լքվածիդ որդիները, ավելի շատ, քան որդիները Արամբի կնոջ, չէ՞ որ Տերն ասաց. ընդարձակիր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրու և խնայողություն մի արա, երկարացրու քո պարանները, հաստատիր քո ցցերը, աջ ու ձախ տարածվիր, և քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին և պիտի կառուցի ավերված քաղաքները։ Մի վախեցիր, որ քեզ ամոթահար արին, մի նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս, և որդեվայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես։ Տերն է, որ քեզ համար անելու է այդ, զորությունների Տեր է նրա անունը, և նա, որ փրկեց քեզ, Իսրայելի նույն Աստվածն է, որ համայն երկրինը պիտի համարվի։ Եբրայերենում, որովհետև քո ամուսինը քո ստեղծիչն է, նրա անունը ամենակալ Աստված է, և քո փրկիչը Իսրայելի Սուրբն է։ Տերը քեզ չկանչեց որպես լքված ու վարանած կնոջ, և ոչ էլ իբրև մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստված ասաց. «Մի առժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթությամբ պիտի ողորմեմ քեզ, փոքր-ինչ բարկանալու պատճառով երեսս շրջեցի քեզնից, բայց դու հավիտենական կարեկցությամբ պիտի ողորմեմ քեզ»։ Այդպես ասաց Տերը, որ փրկեց քեզ։ Սա ինձ համար նույնն է, ինչ Նոյի օրոք ջրհեղեղի ժամանակ, ինչպես որ այն ժամանակ նրան երդվեցի, որ չեմ բարկանա երկրի վրա, այնպես էլ երդվեցի, որ չեմ բարկանա քեզ վրա։ Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները, ոչ իմ ողորմությունն է պակասելու քեզանից, և ոչ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա, ասաց Տերը։ Երուսաղեմը պիտի գեղեցկանա։ Ով դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ դու մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ։ Քո աշտարակները յասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ, թանկագին ու ընտիր քարերից։ Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն, արդարությամբ պիտի շենանաս։ Հեռու կանգնիր անիրավից, որ ահ չունենաս, և դողը քեզ չբռնի։ Ահա եկողները իմ անունով պիտի մոտենան քեզ, քեզ մոտ պիտի պանդխտեն և քեզ ապաստան դարձնեն։ Եբրայերենում, եթե մեկը քեզ վրա հարձակվի, հակառակ իմ կամքի է լինելու, նա, որ քեզ վրա հարձակվի, քեզ պիտի հանձնվի։ Ահավասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպես մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում և գործիքներ է շինում իր համար։ Ես քեզ հաստատեցի ոչ կորստի ու ոչնչացման համար։ Եբրայերենում, ես ստեղծեցի դարբնին, որ արծարծում է կրակը և իր համար պիտանի գործիքներ պատրաստում, ես ստեղծեցի կործանողին, որ ավերում է։ Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու։ Նրա հետ և քո բոլոր դատախազներին դա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձ համար դուք եք լինելու իրավացի, ասում է Տերը։ Գլուխ 55 Եկեք առանց արծաթի։ Ով դուք, որ ծարաված եք, գնացեք ջրի։ Եվ դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք, գնեցեք և կերեք առանց արծաթի և առանց գինու համար վճարելու։ Եբրայերենում, գինի և կաթ ծախու առեք, բայց ինչու արծաթով ճարպ եք գնում և ոչ թե հաց։ Ձեր վաստակն ինչու կշտանալու համար չեք ծախսում։ Լսեցեք ինձ և բարիքներ ճաշակեցեք,
եւ բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։ Ականջ դրեք ինձ եւ հետևեցեք իմ ճանապարհին, լսեցեք ինձ եւ ձեր հոգիները կապրեն բարության մեջ, եւ ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ։ Շնորհելով ձեզ Դավթին խոստացած անանց սրբությունները, եբրայերենում ողորմությունները։ Ահա նրան տվեցի որպես հեթանոսների վկա, որպես ազգերի իշխան եւ հրամանատար։ Քեզ չիմացող ազգերը պիտի դիմեն քեզ, եւ քեզ չճանաչող ժողովուրդներն ապավեն պիտի դարձնեն քեզ։ Անուն քո Տեր Աստծո Իսրայելի սրբի, որը փառավորեց քեզ։ Ընտրեցեք Տիրոջը, եւ երբ գտնեք, կանչեցեք նրան, երբ նա ձեզ մոտենա, ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից։ Անօրեն մարդը իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ եւ ողորմություն կգտնի մեր Աստծո մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։ Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, եւ ոչ էլ իմ ճանապարհները ձեր ճանապարհներին, ասում է Տերը։ Այլ ինչպես երկինքն է հեռու երկրից, այնպես էլ իմ ճանապարհներն են հեռու ձեր ճանապարհներից, եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներից։ Ինչպես որ ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից, եւ կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ եւ ուտելու հաց չի տվել, այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից։ Նա դատարկ չի վերադառնալու, մինչեւ որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ ճանապարհներն էլ դու պահպանես, ուրախությամբ պիտի ելնեք եւ ցնծությամբ պիտի սովորեք։ Լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, եւ անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ։ Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դեժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի, եւ դա պիտի լինի հանուն Տիրոջ եւ ի նշան հավիտենականության ու չի նվազելու։ Գլուխ 56. Աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար։ Այսպես է ասում Տերը. պահպանեցեք իրավունքը եւ կատարեցեք արդարությունը, քանզի եկել հասել է իմ փրկությունը եւ հայտնվելու է իմ ողորմությունը։ Երանի այն մարդուն, որ կանի այդ, եւ նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի եւ իր ձեռքը ետ կքաշի անիրավություն անելուց։ Օտարազգին, որ եկել արել է Տիրոջը, թող չասի, թե Տերը մերժեց եւ վանեց ինձ իր ժողովրդից, եւ ներքինին էլ թող չասի, թե ես չոր փայտ եմ։ Այսպես է ասում Տերը ներքինիներին, ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, եւ իմ ուխտի մեջ կմնան։ Նրանց իմ տան մեջ եւ իմ պարսպի ներսում ավելի անվանի տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին։ Կամ կտամ նրանց հավիտենական մի անուն, որ չի կորչելու։ Իսկ այն այլազգիներին, որոնք եկել հարել են Տիրոջը, որպեսզի ծառայեն նրան եւ սիրեն նրա անունը, լինեն նրա համար ծառաներ եւ աղախիններ, եւ բոլոր նրանց, որոնք կպահեն իմ շաբաթները եւ չեն պղծի, եւ կմնան իմ ուխտի մեջ։ Նրանց կտանեմ իմ սուրբ լեռը, ուրախացնեմ նրանց իմ աղոթքի տան մեջ, նրանց ողջակեզներն ու ընծաներն ընդունելի կլինեն իմ սեղանի վրա, քանզի իմ տունը բոլոր հեթանոսների համար աղոթքի տուն պիտի կոչվի։ Այսպես է ասում Տեր Աստված, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին, նրանց վրա ես պիտի հավաքեմ անապատի բոլոր գազանների բազմությունները։ Եբրայերենում նրա մոտ հավաքվածների վրա ուրիշներին էլ պիտի հավաքեմ։ Կույր պահապաններ, եկեք կերեք ով դուք անտառի բոլոր գազաններ, տեսեք ամենքն էլ կուրացել են ու չգիտեն թե ինչ է իմաստությունը։ Եբրայերենում տեսեք նրա առաջնորդները կուրացել են եւ չգիտեն թե ինչ է իմաստությունը։ Ամենքին էլ կարծես համրացած շներ են, ամենքն էլ որ չեն կարողանում հաչել։
իրենց անկողիներում երազներով են տարված, սիրում են նիրհել, իրենց հոգով լիրբ եղան շների նման, որ անկուշտ են, չար են և չգիտեն, թե ինչ է իմաստությունը, ամենքն իրենց ճանապարհներով գնացին, եկեք ասում են, գինի առնենք և հարբենք գինով, այդպիսի օրը մեզ համար ամենամեծ զոհաբերությունը կլինի։ Եբրայերենում վաղը նույնպես այսօրվա նման նույնիսկ ավելի առատ պիտի լինի։ Գլուխ 57. Մեղադրանքներ կռապաշտներին։ Տեսեք, ինչպես կորավ արդարը և չկա մեկը, որ սրտով կարեկցի։ Արդար մարդիկ վերանում են և ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ արդարն անիրավության պատճառով է վերանում։ Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից։ Եբրայերենում նա խաղաղության մեջ պիտի մտնի, ուղիղ ընթացողները հանգստություն պիտի գտնեն իրենց անկողիններում։ Բայց դուք մոտեցեք, առաջ եկեք անօրեն որդիներ, օռնկածին որդիներ, շնության որդիներ, ինչով եք պարծենում, ում վրա եք բացում ձեր բերանները և կամ ում վրա եք հանում ձեր լեզուները։ Միթե դուք կորստյան որդիներ չեք, անօրենության սերունդ, որ անտառախիտ ծառերի տակ ընկած աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում, ժայռերի կատարներին և խոր ձորերում, զոհում էիք ձեր որդիներին։ Այդ է քո բաժինը, այդ նույնն է քո վիճակը, նրանց առաջ նվերներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, և այս ամենի վրա միթե չեմ բարկանալու, ասում է Տերը։ Այնտեղ բարձր ու մեծ լեռան վրա է քո անկողինը, և դու այնտեղ ելար զոհեր մատուցելու, ապա դրանդիների վրա հաստատեցիր քո հիշատակները, կարծում էիր, եթե ինձանից հեռանաս, ավելի բան պիտի գտնես, քո անկողիները լայնացրիր և փռվեցիր նրանց վրա, սիրեցիր քո հոմանիներին և հաճախակի դարձրիր քո պոռնկությունը նրանց հետ։ Հեռավորներից շատերին քեզ կապեցիր և պատգամավորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։ Նկուն դարձար և իջար գերեզման, հոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդություններից և չասացիր, թե այժմ հանգստանամ, որովհետև ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդվեցիր ինձ։ Ումից վախեցար և զարհուրեցիր, որ ստեցիր և չհիշեցիր ինձ, միտքդ չբերիր, սրտիդ մեջ չդրիր, իսկ ես քեզ տեսա և անտեսեցի, ես այն եմ, որ հավիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։ Արդ ես պիտի պատմեմ իմ արդարության և քո չարիքների մասին, որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, և քեզ չեն փրկելու քո նեղությունից, դրանց բոլորին հողմերը պիտի տանեն և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն, իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։ Խաղաղություն հեռավորներին և մերձավորներին։ Նրանք պիտի ասեն. բացեք նրա առաջ ճանապարհները և խոչ ու խութերը հեռացրեք իմ ժողովրդի ճանապարհից։ Այսպես է ասում Բարձրյալը և հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սուրբերի մեջ, նրա անունը Բարձրյալ է և նա սրբերի մեջ է մնում։ Համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք նրանց, որոնք սրտամաշ են եղել։ Եվ հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու նրանցից ես, և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։ Մեղքի պատճառով սակավ ժամանակ տրտմություն հասցրի նրան, հարվածեցի նրան և իմ երեսը շրջեցի նրանից, և նա տրտմեց և իմ առաջ թախծոտ անցավ իր ճանապարհները։ Ես տեսա նրա սրտի ճանապարհները և բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարություն տվի նրան, նրա սգավորների համար պտուղ ստեղծեցի, թող խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին, ասում է Տերը, ու ես պիտի բժշկեմ նրանց, իսկ անօրենները պիտի ծփան
ծովի նման և հանգիստ չգտնեն, և նրա ջրերը պիտի անհետանան կավի հետ խառնվելով։ Ամբարիշտների համար խաղաղություն չկա, ասում է Տերը։ Եսայիա մարգարեություն, գլուխ 58, ծոմապահություն։ Ուժգին կանչիր և մի խնայիր, շեփորի պես բարձրացրու ձայնդ, պատմիր իմ ժողովրդին իմ մեղքերի և Հակոբի տանը իր անօրենությունների մասին։ Օր-օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները իբրև մի ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծո իրավունքը զանց չի առել։ Ահա նրանք եկել ու իրավունք ու արդարություն են որոնում, փափագում են մերձենալ Աստծուն և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկվեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչին է պետք այդպիսի ծոմապահության օրը։ Դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։ Այդպիսի ծոմապահություն չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում։ Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ սակայն չեմ համարի ծոմ և ընդունելի օր։ Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, ասում է Տերը։ Քանդի՛ր անիրավությանը, հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։ Հացդ կիսիր քաղցածի հետ։ Քաղցածներին բաժանիր քո հացը և անօթևան աղքատներին տար քո տունը։ Եթե մեկ մարդ տեսնես, հագցրու նրան, բայց քո ընտանիքի զավակին մի անտեսիր։ Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը։ Քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը և Աստծո փառքը պիտի պահպանի քեզ։ Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ, մինչև դու խոսես, նա պիտի ասի, թե ահա հասել եմ։ Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը, ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը, քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի, քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա, և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրարբի պարտեզ, ինչպես աղբյուր, որից ջուրը չի պակասի։ Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ։ Դու պիտի առնես և կոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։ Եթե ոտքերդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։ Նա քեզ կառաջնորդի դեպի երկրի բարիքները և իբրև սնունդ քեզ կտա քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս։ Գլուխ 59. Մարգարեն դատապարտում է ժողովրդի մեղքերը։ Միթե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի։ Ոչ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծո միջև։ Ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։ Արդարև ձեր ձեռքերը պղծված են արյամբ, և ձեր մատները մեղքերով։ Ձեր շուրթերն անօրենություն խոսեցին, և ձեր լեզուները խորում են անիրավություն։ Չկա մեկը, որ արդարություն խոսի և բացակայում է ճշմարտության իրավունքը։ Հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում։ Հղանում են ցավեր և ծնում անօրենություն։
Քարբ օծի ձվեր են ծակում և սարդերի ոստային հյուսում։ Եթե որևէ մեկը կամենա ուտել դրանցից, ծակ բացելով նրա մեջ կգտնի ջուր և քարբ օծ։ Եբրայերենում նրանց ձվերն ուտողը կմեռնի, եթե ջարդեն, իժ դուրս կգա։ Նրանց ոստայինները հագուստ չեն դառնա և ոչ էլ նրանք կարող են զգեստավորել իրենց ձեռքի գործերով, քանզի նրանց գործերն անօրենության գործեր են, նրանց ձեռքերի մեջ անիրավության գործեր կան, նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում, շտապում են անմեղ արյուն թափել, նրանց խորհուրդներն անձգամների խորհուրդներ են, նրանց ճանապարհներին կործանում է ու թշվառություն։ Նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը և նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որոնցով ընթանում են, խոտորված են և նրանք խաղաղությունը չեն ճանաչում։ Ժողովուրդը ճանաչում է իր մեղքը։ Ահա թե ինչու իրավունքը հեռացավ նրանցից, և արդարությունը չի հասնելու նրանց, մինչև նրանք լույս էին ակնկալում։ Խավար եղավ նրանց համար, մինչև լույսի էին սպասում, շուռ եկան դեպի մութը։ Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես։ Կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին։ Օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու և առհասարակ թափառելու են արջերի և աղավնիների նման։ Մենք երկար սպասեցինք դատաստանի, բայց չեղավ, սպասեցինք փրկության, բայց այն հեռացավ մեզնից։ Քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ։ Մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։ Ամբարիշտ դարձանք և ստեցինք Տիրոջ առաջ, հետ կանգնեցինք մեր Աստծուց, անիրավություն խոսեցինք և ապստամբեցինք։ Մեր սրտերում անիրավության խոսքեր հղացանք և որոճացինք։ Հետ վանեցինք իրավունքը և արդարությունը հեռացավ մեզնից։ Ճշմարտությունը սայթաքեց նրանց ճանապարհներից, նրանք ուղիղ ճանապարհով չկարողացան գնալ և արդարությունը վերացավ նրանց միջից։ Արգելք դրեցին իրենց սրտերին, որ չիմանան։ Աստված կհատուցի։ Տեսավ Տերը և չհավանեց, որովհետև իրավունքը բացակայում էր։ Նայեց, բայց մարդ չկար։ Դիտեց, բայց չկար մեկը, որ օգնական լիներ։ Եվ իր բազկով հատուցեց ու ըստ իր ողորմության հաստատեց նրանց։ Իբրև զրահ հագավ արդարությունը, իբրև սաղավարտ գլխին դրեց փրկությունը, իբրև հանդերձ ու պատմուճան իր վրա գցեց վրեժխնդրությունը, որ հատուցում տա նրանց։ Նա նախատինք ու հատուցում պիտի տա հակառակորդներին ու կղզիների բնակիչներին։ Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում նրա փառքից ու համբավից։ Բարկությունն ինչպես գետ ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։ Մի փրկիչ պիտի գա Սիոնից և պիտի վանի Հակոբի ամբարշտությունները, ասում է Տերը։ Այս է իմ ուխտը նրանց հետ, ասում է Տերը, իմ հոգին, որ քեզ վրա է, և իմ խոսքերը, որ քո բերանը դրեցի, այսուհետև մինչև հավիտենություն չպիտի պակասեն քո բերանից, քո զավակի բերանից և քո զավակի զավակի բերանից, ասում է Տերը։ Գլուխ 60 Երուսաղեմը լուսավորում է աշխարհը։ Լուսավորիր, լուսավորվիր Երուսաղեմ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։ Թագավորները գալու են դեպի քո լույսը, հեթանոսները դեպի քո լույսի փայլը, աչքերդ բարձրացրու և շուրջդ նայիր։ Ուտես մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին, քանզի որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած բերում են քո դուստրերին։ Եբրայերենում ամենքը հավաքվում է և քեզ մոտ են գալիս, քո տղաները գալիս են հեռվից և քո աղջիկներին
գրկած տանում են։ Ահա դու պիտի տեսնես և խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետև ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստությունը քո կողմը պիտի դառնա։ Դեպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի և Գեփայի ուղտերի երամակները, բոլոր Սաբայից պիտի գան, բերելով ոսկի կնդրուկ ու թանկագին քարեր և տալու են Տիրոջ փրկության ավետիսը։ Կեդարի ոչխարների բոլոր հոտերը քեզ մոտ պիտի հավաքվեն, Նաբեոթի խոյերը պիտի բերվեն և իմ սեղանի վրա պիտի մատուցվեն իբրև ընդունելի զոհ, և իմ աղոթքի տունը պիտի փառավորվի։ Ովքեր են սրանք, որ թռել են ինչպես ամպ, և ինչպես ձագերի հետ խառնված աղավնիներ, երամով գալիս են ինձ մոտ, ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի նախօրոք հեռուներից բերեն քո որդիներին, և նրանց հետ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ սրբի համար։ Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, և նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ բարկության պատճառով հարվածեցի քեզ և իմ գթասրտության համար սիրեցի քեզ։ Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն և չպիտի փակվեն, որպեսզի քո մեջ տեղափոխեն ազգերի հարստությունը և նրանց թագավորներին բերեն քեզ մոտ։ Իսկ այն ազգերն ու թագավորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են։ Ազգերը լիովին պիտի կործանվեն։ Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորվեմ իմ ոտքերի տեղը։ Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ քաղաք, Իսրայելի սրբի Սիոն։ Տիրոջ փառքը հավիտենական լույս։ Դու եղար լքված ու ատելի և ոչ ոք չկար, որ օգներ քեզ, ես քեզ կդարձնեմ հավիտենական ուրախություն, ցնծություն սերնդից սերունդ։ Դու պիտի ծեծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։ Պղնձի փոխարեն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարեն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարեն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարեն երկաթ եմ տալու քեզ, խաղաղություն եմ տալու քո իշխաններին և քո վերակացուներին արդարություն։ Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում կոտորածի ու թշվառության մասին։ Քո պարիսպները պիտի անվանվեն փրկություն և քո դռները ցնծություն։ Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լույս է տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու և Աստված քո փառքը։ Արեգակը քեզ համար մայր չի մտնելու և լուսինը քեզնից չի պակասելու, որովհետև Տերը քեզ համար հավիտենական լույս է լինելու։ Քո սգո օրերը պիտի վերջանան, քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը, պահպանելով իր նոր տունկը, իր ձեռքի գործը հանուն իր փառքի։ Սակավությունը հազարավոր պիտի դառնա, փոքրը մեծ ազգ, քանզի ես Տերս ժամանակ առ ժամանակ պիտի հավաքեմ նրանց։ Գլուխ 61 Ազատագրման բարի լուրը։ Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին տեսողություն, հռչակելու Տիրոջ ընդունելի տարին և մեր Աստծո վրեժխնդրության օրը, մխիթարելու բոլոր սգավորներին, փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ ի փառս Տիրոջ, պիտի վերաշինեն դարավոր ավերակները,
Նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։ Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հոտերի հովիվները, այլազգիները քո մաչկալներն ու այգեգործները, իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչվեք։ Մեր Աստծո պաշտոնյաներ պիտի անվանվեք, ազգերի հարստությունը պիտի ուտեք և նրանց մեծությամբ պիտի փառավորվեք։ Ձեր ամոթի փոխարեն կրկնակի ուրախություն, ձեր անարգանքի փոխարեն ցնծություն պիտի վայելեք։ Եվ ապա դարձյալ պիտի ժառանգեք երկիրը և հավիտենական ուրախություն պիտի լինի ձեզ համար։ Ես Տերս սիրում եմ արդարությունը և ատում հափշտակությունն ու անիրավությունը։ Արդարներին պիտի տամ իրենց վաստակը և հավիտենական ուխտ պիտի անեմ նրանց հետ։ Պիտի ճանաչվեն նրանց սերունդը ազգերի մեջ և նրանց զավակները ժողովուրդների մեջ, ամենքն էլ երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց ու ասեն, թե սրանք Աստծո օրհնյալ զավակներն են ու ցնծությամբ պիտի ուրախ լինեն ի Տեր։ Ես պիտի հրճվեմ Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության, զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի զուգեց ինձ զարդով։ Ինչպես երկիրը, որ աճեցնում է իր ծաղիկները, և ինչպես պարտեզը, որ ծլեցնում է իր սերմերը, այնպես էլ Տերն է ի հայտ բերելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։ Գլուխ 62 Երուսաղեմը պիտի վերագտնի իր փառքը։ Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի, մինչև չծագի նրա արդարությունը ինչպես լույս, և չբոցավառվի նրա փրկությունը ինչպես փայլակ։ Հեթանոսները պիտի տեսնեն քո արդարությունը, թագավորները քո փառքը, և դու նոր անունով ես կոչվելու, որ Տերն է անվանելու։ Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծո ձեռքին արքայական թագ։ Այլևս չես կոչվելու լքյալ, և ոչ էլ քո երկիրն է կոչվելու ավերակ։ Քեզ պիտի կոչեն իմ կամքը, իսկ քո երկիրը շեն բնակություն։ Որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։ Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ օրինակ փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։ Դու քո պարիսպների վրա, ով Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։ Ձեր նմանը չի լինի, երբ նա վերստին ուղղի և Երուսաղեմը դարձնի պարծանք երկրի վրա։ Տերը երդվեց իր փառքով և իր բազկի զորությամբ, որ քո ցորենն ու կերակուրը չի տա քո թշնամիների ձեռքը, և օտարների որդիները չեն խմի քո գինին, որի համար դու ջանք թափեցիր։ Այլ ովքեր այդ ամբարեցին, նրանք պիտի ուտեն և օրհնեն Տիրոջը, և ովքեր այդ հավաքեցին, նրանք պիտի խմեն իմ սրբարանի սրահներում։ Գնացեք ներս մտեք իմ դռներով, պատրաստեցեք ճանապարհները, շտկեցեք շավիղները, ճամփա բացեք իմ ժողովրդի համար, հեռացրեք քարերը ճանապարհից և դրոշակ բարձրացրեք հեթանոսների համար։ Ահա թե ինչ ազդարարեց Տերը մինչև երկրի ծագերը։ Ասացեք. Սիոնի դստերը, ահավասիկ գալիս է քո փրկիչը, և իր վարձն իր հետ է, գործը իր աչքի առաջ։ Տիրոջ ձեռքով փրկված սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես փնտրված քաղաք և ոչ թե լքված։ Տերը նախանձախնդիր է արդար իրավունքի։ Գլուխ 63 Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդոմից, նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ, և խոսում է արդարության և փրկության իրավունքի մասին։ Քո հագուստներն ինչու են կարմիր, քո հագուստներն ասես հնձանահարի հագուստներ լինեն, որ տրորում է լեցուն հնձանը։ Ես մենակ ճմլեցի հնձանը, հեթանոսներից ոչ ոք ինձ հետ չէր զայրույթով տրորեցի նրանց, բարկությամբ ճմլեցի նրանց ու գետնին հավասարեցրի։
եւ իմ բոլոր զգեստներն արյունաթաթախ արի, քանզի հասել էր նրանց հատուցման օրը, փրկության տարին եկել հասել էր։ Նայեցի, բայց օգնող չկար, մտածեցի, թե ինչու ոչ ոք չկար, որ թիկունք դառնար ինձ։ Իմ բազուկը փրկեց նրանց, եւ միայն իմ բարկությունն ինձ զորավիգ եղավ։ Իմ բարկությամբ տրորեցի եւ իմ զայրույթով մորթեցի նրանց, գետնին հավասարեցրի նրանց։ Տիրոջ բարությունը Իսրայելի հանդեպ։ Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար, Թագավորն է, որ իր ողորմածությամբ եւ իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։ Նա է, որ ասաց. «Իմ ժողովուրդն իմ որդիներն են, որոնք չեն անարգի ինձ», եւ նա նրանց փրկություն բերեց իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ որ պատգամավոր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը, եւ որովհետեւ նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց։ Ոտքի կանգնեցրեց եւ բարձրացրեց նրանց հար եւ հավիտյան։ Բայց նրանք ըմբոստացան ու բարկացրին նրա Սուրբ Հոգին, եւ Տերը նրանց թշնամի դարձավ, ինքն իսկ պատերազմեց նրանց դեմ։ Այնժամ նրանք հին ժամանակները հիշեցին ասելով. «Ուր են Մովսեսը եւ նրա ժողովուրդը, ուր է նա, որ երկրից դուրս բերեց հոտերի հովվին, ուր է նա, որ նրանց մեջ դրեց Սուրբ Հոգին, ով էր, որ իր աջով բարձրացրեց Մովսեսին եւ որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը իր անունը հավերժացնելու համար։ Նրանց անցկացրեց անդունդներով, ինչպես ձին է անցնում անապատով, կամ ինչպես գրաստը դաշտով, եւ նրանք չհոգնեցին։ Տիրոջ Հոգին իջավ եւ առաջնորդեց նրանց, քո ժողովրդին դու այնպես առաջնորդեցիր, որ քո անունը փառավորեն։ Աղոթք օգնության։ Արդ դարձիր երկնքից եւ քո սուրբ ու փառավոր տաճարից նայիր, թե ուր են քո նախանձախնդրությունն ու զորությունը, ուր են քո մեծ ողորմությունն ու գթությունը, որոնցով ներում էիր մեզ։ Դու ես մեր հայրը Աբրահամը չգիտեր մեզ, Իսրայելը մեզ չէր ճանաչում, բայց դու Տեր, Հայր մեր, փրկիր մեզ, որովհետև սկզբից ի վեր մեզ վրա է քո անունը։ Ինչու մեզ թողեցիր, որ մոլորվենք քո ճանապարհներից, ով Տեր, ինչու կարծրացրիր մեր սրտերը, որ քեզնից չվախենանք, դարձիր ի սեր քո ծառաների, դարձիր ի սեր քո ժողովրդի, որ քո ժառանգությունն է։ Գուցե քո սուրբ լեռը չկարողանանք ժառանգել։ Մեր թշնամիները նեղեցին մեզ եւ ոտնակոխ արին քո սրբությունը։ Եղանք ինչպես առաջ էինք, երբ դու մեզ չէիր տիրում, եւ մենք քեզ չէինք պատկանում։ Գլուխ 64. Աղոթք գթության։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն եւ կհալվեն, ինչպես մոմը կրակի դիմաց։ Կրակը կայրի քո հակառակորդներին եւ քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ։ Քո պատճառով հեթանոսները խռովության կմատնվեն, երբ հրաշալի գործեր կատարես, քո ահից լեռները կսասանվեն։ Հնուց ի վեր չլսեցինք եւ ոչ էլ մեր աչքերը քեզնից բացի տեսան մեկ այլ Աստված, որ իր ողորմության վրա հույս դնողների համար այսպիսի բաներ աներ։ Ընթառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում, եւ հիշում քո ճանապարհները, եւ ահա դու բարկացար, որովհետեւ մենք մեղք գործեցինք եւ դրա համար էլ մոլորվեցինք։ Մենք ամենքս պիղծ դարձանք եւ մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց։ Մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս ցած թափվեցինք, ինչպես տերև, հողմերը քշեցին մեզ։ Ոչ մեկը չի կանչում քո անունը, ոչ ոք չի մտածում քեզ ապաստան դարձնել։ Ահա թե ինչու քո երեսը մեզնից շրջեցիր եւ մեր մեղքերի համար մեզ դատապարտեցիր։ Տեր, մեր հայրն ես դու, մենք կավ ենք, իսկ դու մեր ստեղծիչը։ Մենք ամենքս քո ձեռքի գործն ենք, Տեր, սաստիկ մի բարկացիր մեզ վրա եւ մեր մեղքերը հավիտյան մի հիշիր։
Եվ հիմա նայիր Տեր, մենք ամենքս քո ժողովուրդն ենք, քո սուրբ քաղաք Սիոնն ավերակ դարձավ, Երուսաղեմը անապատ, անեծքի մատնվեց մեր սուրբ ու փառավոր տաճարը, որտեղ մեր հայրերն օր ներգում էին քեզ։ Հրո ճարակ դարձավ, և մեր ամբողջ փառավորությունը կործանվեց։ Եվ այս ամենի վրա դու աչք ես փակում Տեր, լռություն ես պահում ու սաստիկ ստորացնում մեզ։ Գլուխ 65 Տերը կհատուցի անօրենությունների համար։ Հայտնվեցի նրանց, որոնք իմ մասին չէին հարցնում, ինձ գտան նրանք, որոնք ինձ չէին փնտրում։ Ահավասիկ ես կամ ասացի այն ազգին, որն իմ անունը չկանչեց, ամեն օր իմ ձեռքը երկարեցի դեպի անհնազանդ ու թշնամի ժողովուրդը, որ ընթանում է ոչ թե բարի ճանապարհով, այլ իր մեղքերի հետևից։ Այս ժողովուրդը բարկացնում էր ինձ, իմ առաջ միշտ զոհեր էին մատուցում իրենց պարտեզներում և իրենց աղյուսների վրա խունկ ծխում դևերին, նրանք, որոնք նրանց համար հիշատակ դառնալ չէին կարող, քարայրներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին, խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին, ասում էին. «Հեռու կաց ինձանից, մի մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։ Ահա իմ առջև գրված է. չեմ լռելու, մինչև որ չհատուցեմ նրանց մեղքերը, վերադարձնելով իրենց ծոցը, նրանց հետ միասին նաև նրանց հայրերի մեղքերը, ասում է Տերը, որոնք խնկարկում էին լեռների վրա և բլուրների վրա նախատում էին ինձ, հատուցելու եմ նրանց առաջվա արարքները վերադարձնելով իրենց ծոցը։ Այսպես է ասում Տերը, ճիշտ այնպես, ինչպես ողկույզների մեջ մի ճութ է գտնվում և ասում են մի փչացնի դա, որովհետև Տիրոջ օրհնությունը կա դրա մեջ, այնպես էլ ես նույն կերպ պիտի վարվեմ իմ ծառայի համար, հանուն նրա չեմ կործանելու բոլորին։ Հակոբի և Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպեսզի ժառանգեն իմ սուրբ լեռը, իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն և բնակվեն այնտեղ։ Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը, և աքորի ձորը պիտի դառնա նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որ ինձ է փնտրել։ Դուք թողեցիք ինձ, մոռացաք իմ սուրբ լեռը և սեղան գցեցիք դևերին, բաժակ բարձրացնելով բախտի Աստծո պատվին։ Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք։ Որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք և ինչ չէի ցանկանում, այն ընտրեցիք։ Դրա համար էլ Տերն այսպես է ասում. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու։ Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու։ Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուրախ լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։ Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախությամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցավից աղաղակելու եք, ձեր հոգու կսկծից ողբալու եք։ Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա, որպեսզի օրհնեն ճշմարիտ Աստծուն, երկրի վրա երդվողները պիտի երդվեն ճշմարիտ Աստծով, առաջվա նեղությունը պիտի մոռանան, այլևս իրենց միտքը չպիտի բերեն։ Նոր երկինք, նոր երկիր։ Քանի որ նոր երկինք ու նոր երկիր պիտի ստեղծեմ, առաջվաներն այլևս չպիտի հիշեն և այլևս իրենց միտքը չպիտի բերեն։ Ուրախություն ու ցնծություն են գտնելու այն բաների մեջ,
ինչ ես հաստատելու եմ։ Ահա ես Երուսաղեմն ստեղծում եմ ցնծության համար և իմ ժողովրդին ուրախության համար։ Պիտի ցնծամ Երուսաղեմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով։ Նրա մեջ այլևս լացի ձայն և կամ բոթի ձայն չպիտի հնչի։ Այստեղ չի լինելու մանկահասակ և կամ ծեր, որ լցրած չլինի իր կյանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին 100 տարեկան պիտի լինի, իսկ 100 տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի։ Տներ պիտի շինեն և իրենք պիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն և նրանց պտուղն իրենք պիտի ուտեն։ Այլևս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակվեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։ Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն։ Նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։ Իմ ընտրյալներն այլևս զուր տեղը չպիտի չարչարվեն և անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ միասին Աստծուց օրհնված սերունդ են։ Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած պիտի ասեմ, թե ի՞նչ եք ուզում։ Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը ինչպես եզը հարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրև հաց, մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա, ասում է Տերը։ Գլուխ 66. Տերը դատելու է ազգերին։ Այսպես է ասում Տերը. երկինքն իմ աթոռն է, և երկիրը իմ ոտքերի պատվանդանը։ Ինչ տուն պիտի շինեք ինձ համար, ասում է Տերը, և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի պիտի լինի։ Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքը պատրաստեց, և ամեն ինչ իմն է, ասում է Տերը։ Եվ ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։ Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է թե շուն է մորթում, իսկ նա, որ ընտիր ալյուր է ընծայաբերում, նույնն է թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի են իրենց հոգիներին։ Ու ես պիտի բռնեմ նրանց խաբեությունները և հատուցեմ նրանց ըստ իրենց մեղքերի, որովհետև կանչեցի, բայց ինձ չլսեցին, խոսեցի, բայց ականջ չդրին, չարիք գործեցին իմ առաջ և ընտրեցին այն, ինչ ես չէի կամենում։ Տիրոջ պատգամները լսեցեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ Ով մեր եղբայրներ, խոսեցեք ձեր ատելիների և ձեզ զզվանք պատճառողների հետ, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն հայտնվի ձեր ուրախության ժամին, և նրանք ամաչեն։ Աղաղակի ձայն է հնչում քաղաքից, ձայն տաճարից, Տիրոջ ձայնն է դա, որ պատժով է հատուցելու թշնամիներին։ Քանի դեռ հղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցավերը չէին հասել, նա ազատվեց և ծնվեց մի արու զավակ։ Ով է լսել, ով է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի։ Քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին։ Ես տվեցի քեզ այդ հույսը, բայց դու ինձ չհիշեցիր, ասում է Տերը։ Միթե ես չստեղծեցի ամուլին և ծննդկանին, ասում է քո Աստվածը։ Ուրախացի՛ր, Երուսաղեմ, և դուք էլ հավաքվեցեք, որպեսզի ցնծաք նրա մեջ։ Ամենքդ էլ, որ սիրում եք նրան և սուգ եք մտել նրա համար, խնդացեք և ուրախացեք միասին։ Պիտի սնվեք և հագենաք նրա մխիթարող ստինգներից և կուշտ ու պինդ վայելք պիտի առնեք նրա գալիք փառքից։ Այսպես է ասում Տերը. ահա ես դեպի նրանց պիտի դարձնեմ խաղաղությունը, ինչպես գետ, և հեթանոսների փառքը, ինչպես հորդահոս հեղեղ։ Իրենց ուսերին առած նրանք պիտի բերեն դրանց մանուկներին
եւ իրենց ծնկներին դրած պիտի գգվեն նրանց։ Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ, եւ դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում։ Պիտի տեսնեք ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի ծաղկեն, Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին եւ սպառնա անհավատներին։ Ահա գալու է Տերը ինչպես կրակ եւ նրա կառքը ինչպես մրիկ, որպեսզի բարկությամբ տա իր հատուցումը եւ կրակի բոցով իր արհամարանքը, քանզի համայն երկիրը պիտի դատվի Տիրոջ կրակով եւ ամեն մի մարմին նրա սրով։ Շատերը պիտի վիրավորվեն Տիրոջ ձեռքից, նրանք, որ իրենց սրբում եւ մաքրում են իրենց պարտեզների ու սրահների մեջ, որ ուտում են խոզի միս, պիղծ բաներ ու մուկ, նրանք միասին պիտի բնաջնջվեն, ասում է Տերը։ Ես նրանց գործերն ու խորհուրդները գիտեմ, պիտի գամ, որպեսզի հավաքեմ բոլոր ազգերին ու բոլոր լեզուները, թող գան ու տեսնեն իմ փառքը։ Նրանց վրա նշան պիտի թողնեմ, նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ, դեպի Թարսիս ու Փուդ։ Եբրայերենում փուղ։ Դեպի Լուդ եւ Մոսոք եւ Թոբել, դեպի Հելլադա եւ հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը եւ ոչ էլ իմ փառքն են տեսել։ Նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ, եւ ինչպես որ Տիրոջ տանն Իսրայելի որդիները սաղմոսներով մատուցեցին ինձ իրենց նվերները, նրանք բոլորը ազգերից Երուսաղեմ սուրբ քաղաքը Տիրոջ ընծա պիտի բերեն իրենց եղբայրներին կառքերի վրա հեծած շքեղազար ձիերով եւ հովանոցներով հանդերձ, ասում է Տերը։ Եվ նրանցից եմ վերցնելու ինձ համար քահանաներ ու ղևտացիներ, ասում է Տերը, ինչպես որ նոր երկինքն ու նոր երկիրը, որ ես եմ ստեղծում, մնալու են իմ առաջ, ասում է Տերը, այդպես մնալու է եւ ձեր սերունդը։ Եվ այնպես պիտի լինի, որ ամսից ամիս ու շաբաթից շաբաթ յուրաքանչյուր անձ պիտի գա Երուսաղեմում իմ առաջ երկրպագելու, ասում է Տեր Աստվածը։ Պիտի ելնեն ու տեսնեն իմ հանդեպ հանցանք կատարած մարդկանց ոսկորները, քանզի նրանց որդը չի մեռնելու, նրանց կրակը չի հանգչելու, նրանք հայտնի պիտի լինեն բոլոր մարմնավորներին։ Եբրայերենում զզվելի պիտի լինեն։ Եսայու մարգարեություն, կարդաց Արման Ժորայբալյանը։